Բարի առավոտ էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսյանով, հրաշալի այսօրը, փառք Տիրոջը եւ այսօր արեգակ է, երևում է արեգակը եւ լուսավ արեգակ է, արեգակը դուրս է եկել ամպերի ետևից, կարելի ասել այլևս ամպեր չկան եւ սա մեզ շատ ուրախացնում է եւ արեգակի լույսը մենք սիրում ենք, գիտես իրականում երբ որ երկար Հայաստանի բնակիչները ստրես են տանում, երբ որ երկար ժամանակ արեգակ չեն տեսնում, ես տանում եմ ստրես։ Այո, բոլորս ենք այդպեսին։ Ժպտացնում է, չէ՞ արեգակ։ Բոլորս ենք այդպեսին։ Չէ։ Այո։ Սերի քրեր եղբայրներ, այսօր մեր սերի Վլադիմիր եղբայրն է այստեղ, Վլադիմիր Բաբայանը, նա հովիվ է, Արարատ եկեղեցու հովիվն է, եւ անցած ամիս չկարողացավ գալ, ինչպես գիտեք, ամեն ամսվա 10-ին նա եթե հանգիստ է, ազատ է, գործ չի ունենում, ավելի, այսպես ասած, չեմ ուզում ասեմ ավելի կարևոր, բայց հարգելի պատճառով չի կարողանում գալ, չեկավ անցած տարի, բայց անցած տարի դեռ բարերս խախտվել է, անցած ամիս, շատ տխրեցի, չեկար, բայց ինչ արած, պատահում է, և շնորհակալ եմ, որ այսօր եկար Վլադիմիր եղբայր, Ես եմ շնորհակալ Աբրահամ, ես եմ շնորհակալ հերթական հրավերի համար, Տիրոջից եմ շնորհակալ ձեզանից, մեր ունկնդիրներից, հավատում եմ, որ շատերը նրանցից ծարավով ամեն առավոտյան սպասում են այս հաղորդաշարին, որպեսզի այնտեղից հնչած Աստծո խոսքից հոգևոր կերակուր առնեն եւ այդ կերակուրով լցնեն իրենց ներսը։ Փառք Տիրոջը, շատերի համար սա շատ պիտանի եւ օգտակար է։ Եվ ես քաջալերում եմ, որ ամեն անգամ ամեն մի մասնակից կիսվի այս հաղորդումով եւ դա էլ թեկուզ փոքրիկ, բայց եւս ծառայություն է։ Ամեն, փառք Տիրոջը։ Գիտես ինչպես սովորական կերակուրները, այսինքն մարմնավոր, պայմանական ասում, կերակուրների մարդ կարիք ունի, կերակուրի եւ ոչ միայն կշտանալու, այլ նաեւ վայելելու նրա համային գամաները, այսպես ասած, եւ առավել եւս այն որքան էլ համեղ է եւ ցանկալի, բայց եթե չունես ախորժակ, սա կարծում եմ ցավալի երևույթ է։ Այո, եթե չունես ախորժակ, չես ուտում, եթե չունես ախորժակ, սա հիվանդության նշան է։ Նշան է, այո։ Հիվանդության նշան է։ Կամ դու արդեն հիվանդ ես, կամ հիվանդանում ես, եթե ախորժակի բացակայություն կա եւ հոգևոր իմաստով դա նաև գործում է հոգևոր իմաստով ունենք արդյոք ախորժակ Աստծո խոսքի նկատմամբ թե ոչ։ Կարծում եմ նախ գործում է հոգևոր իրականության մեջ, որովհետև եթե մեր սիրտը հոգին ամենօրյա ռեժիմով չի փափագում Աստծո խոսքին եւ Աստծո ներկայությանը, ինչ որ բան այն չէ նրա հետ։ Քաղց չի զգում, չէ՞, այնց ինչ որ ֆիզիկական կերակուրի հետ կապված մարդ սովորաբար միշտ չի որ քաղցի զգացողություն է ունենում։ Եթե առողջ մարդը կերակուր չուտի մի քանի օր, դրանից հետո կերակուր ուտելու ցանկությունը չի ունենալու։ Եվ դրանից հետո մարդը չի հասկանում, որ ինքը գնում է մահվան, որտեղ ախորժակի բացակայությունը իր մասին ինֆորմացիա չի տալիս։ Հոգևոր կյանքում, եթե դու օրերով Աստծո խոսքից հեռու ես մնում, Աստծո ներկայությունից հեռու ես մնում, սա մի օր բերում է այն զգացումին, որ կարծես թե ամեն բան նորմալ է, դու հաջողությամբ մեռնում ես։ Հաջողություն։ Բայց սրա ինչն է նորմալ, անհասկանալի է, եւ ինչպես կարելի այն ընթացքը, որը տանում է մահվան, որը տանում է Աստծուց հեռացման, բնականաբար դեպի մահվան է գնում, եթե դրա մյուս կողմն էլ կա, չգիտեմ ինչի սկսեցինք այս կերակուրների Աստծո խոսքը որպես կերակուր, դու մեղավորը դու ես, որ այդ թեման բացեցի, բայց մյուս հարցն է կա, ամեն ինչ չէ, որ ուտում ենք, սա էլ ուրիշ հարց է, չի ասենք, ամեն հրամցրած բան չի, որ պետք է ուտես, սա ճաշակը պահանջում է, չէ։ Բացի ճաշակը, ամեն կերակուր էլ չի, որ առողջ է եւ պիտանի օրգանիզմի համար, եւ ֆիզիկական օրգանիզմի եւ հոգեվոր օրգանիզմի համար, եւ ստեղ էլ շատ կարեւոր, որովհետեւ դու կարողանաս կերակուրների մեջ ընտրություն կատարես։ Իսկ ընտրությունը հնարավոր է այն ժամանակ, երբ կա կերակուրների բազմազանություն։ Այս բազմազանությունը հենց քեզ պետք է, որովհետեւ քո ճաշակը զարգացնես
ավելի առողջին, ավելի պիտանի։ Մենք պետք է սկսենք ուտել ոչ թե այն ինչը ցանկանում ենք, այլ պիտի ուտենք այն ինչը կարևոր է եւ անհրաժեշտ մեզ համար։ Այն ինչը պիտանի է մեր առողջության համար։ Իհարկե մենք շատ ենք սիրում լսել այն ինչը սիրում ենք լսել, բայց միշտ չի որ այն ինչը սիրում ենք լսել դա է պիտանի եւ օգտակար մեզ համար։ Շատ հաճախ է որ մենք չենք ուզում լսել բաներ, որոնք պիտանի են, բայց այնքան էլ ցանկալի չեն լսելու համար։ Օրինակ, շատ դժվար է լսել այնպիսի նախադասություններ կամ մտքեր, որոնք խոսում են մեր մեղավորության մասին, ապաշխարության կոչ են անում մեզ, Աստծո առաջ խոնարհվելու, անձնուրացության կամ խաչակրության են կանչում։ Բայց դա էլ է, չէ՞, համեղ կերակուր, եթե ավելին ոչ միայն համեղ, այլև անհրաժեշտ է։ Գուցե այդքան համեղ ու ցանկալի չի, ինչպես եթե մեն դառը կթվա, չէ՞, կծուկ կթվա։ Ի վերջո ցանկացած դեղ միայն արտաքինից է քաղցր, ներսում ունի դառնահամ, բայց դա է որ օգտակար է դառնում պիտանի եւ բժշկող։ Շատ այսօրվա թեման ուրեմն Աստծո հետ մտերմիկ հարաբերության մասին է եւ շատ հետաքրքիր ուրեմն զրույց ենք ունենալու եւ արտիրոջը հավատանք արդեն գիտեմ ինչի մասին է խոսալու մեր Վլադիմիր եղբայր դրա համար համարձակ ասում սիրով լսում ենք քեզ եղբայր։ Այս վերջի շրջանում սիրելի եղբայրներ քույրեր ամեն մեր հանդիպման ժամանակ մենք փոքրիկ մասնիկ փորձում ենք քննարկել Աստծո խոսքից Աստծո հետ մտերմության թեմայի շրջանակներում եւ շատ ամեն անգամ շատ կարեւորություն ենք տալիս Աստծո հետ մտերմությանը որովհետեւ հենց այդպես էլ իսկապես հասկանում ենք որ Աստված փնտրում է մեզ եւ մեզ էլ օգնում է փնտրելու իրեն Սաղմոս 2-ի խոսքերի համեմատ Տերն ասեց ասում է Փնտրեցեք իմ երեսը, ես հիմա քո խոսքի համեմատ եմ փնտրում քո երեսը։ Միշտ չի որ մենք Աստծո ներկայության արժեքը ինչպես հարկն է գնահատում ենք, բայց երբ հավատքով ընդունում ենք Աստծո խոսքը, մեր սրտի ոտքերը գնում են դեպի այդ հանդիպմանը։ Մենք գիտենք որ Աստծո սիրտը փափագում է մարդու այդ հանդիպումների։ Եվ այս մասին մենք հենց արդեն ծննդոց գրքից կարդում ենք։ Եդեմական պարտեզի մեջ ամեն երեկո հով ժամին, այսպես նկարագրվում է Սուրբ գրքում, Տերը գալիս էր հանդիպման։ Եվ այդ հանդիպումը կարևոր էր համարում, որ գալիս էր։ Եվ հրաշալի էր այն ժամանակահատվածը, երբ Ադամն էլ այդ հանդիպումներով էր ապրում։ Բայց երբ ամեն բան փոխվեց, կարծես այդ հանդիպումների ցանկությունը շարունակեց բոցավառ մնալ միայն հոր սրտի մեջ։ Զավակները սկսեցին հեռանալ։ Սա ինչ որ պատմության նմանեցնում է եւ մենք հիմա այդ պատմությանը կանրադառնանք։ Իհարկե Աստծո այդ մտերմությունը կարևոր է իրեն հավասարը չունեցող ուրիշ արժեքների համեմատությամբ։ Մենք որպես հավատացյալ Աստծո զավակներ, մարդիկ ովքեր իրենց կյանքերը վստահել են Տիրոջը եւ առանց նրա չեն էլ պատկերացնում իրենց կյանքերը, մենք գոնե մասամբ հասկանում ենք եւ գնահատում այդ ներկայության արժեքը, իմանալով որ միայն այդ ներկայությունն է որ կարող է փոխել մեր կյանքերը։ Մենք միշտ խոսում ենք մարդկանց փոխվելու մասին, այսինքն մենք հասկանում ենք, որ մարդը փոխվելու կարիք ունի, ոչ միայն կարիք, այլև անհրաժեշտություն կա։ Եթե մարդը չփոխվի, հասարակությունները երկար ապագա ունենալ չեն կարող։ Հիմա, բայց ինչպես մարդը փոխվի, երբ չարությունը մարդու մեջ ի ծնե է, երբ չարությունը մեղքի տեսքով մարդկանց գերած պահում է ողջ կյանքի ընթացքում գնալով ավելի խորացնելով իրավիճակը։ Հիմա ինչպես մարդը փոխվի։ Սովորաբար աշխարհիկ կրթություններն ու դաստիարակությունները ամեն բան անում են, որ վատից մի փոքր լավը դարձնեն։ Ինչքանով է ստացում սա այլ թեմա է, զսպիչ ուժեր են։ Այո, զսպիչ են։ Մի կողմից փորձում են զսպել արտաքին ուժերով, մյուս կողմից փորձում են զսպել սեփական մտքերի միջոցով։ Մեկը կրթությունն է, մյուսը դաստիարակությունը։ Եվ այս կրթությունը դաստիարակությունը ինքնին վատը բաներ չեն, ինքնին լավ բաներ են, եւ կրթությունը, եւ դաստիարակությունը, բայց այն նպատակը, որին ուզում ես հասնել, կրթությունն ու դաստիարակությունը հասցնել չեն կարող։ Միակ փոփոխությունը, որ կարող է մարդու կյանքի մեջ բերել, Աստծո հետ հանդիպման պահից է սկսվում։ Եթե Աստծո հետ հանդիպում չի եղել, կյանքի փոփոխությունը դեռ
չի սկսվել։ Գուցե մտքերիդ մեջ այլ մտքեր առաջացել են, զգացմունքներիդ մեջ փոփոխություն առաջացել են, կամային որոշակի դրսևորումներ հայտնվել են, դու սկսել ես եկեղեցի գնալ, դու սկսել ես ժամանակ առ ժամանակ Աստծո խոսք կարդալ։ Դուրդ գալիս է, հա։ Դուրդ գալիս է միջավայրը, դուրդ գալիս է Աստծո խոսքը, ավելին ասեմ, ոչ թե Աստծո խոսքը ինքնին ամբողջ բովանդակությամբ, այլ Աստծո խոսքը իր խոստումների մեջ, որովհետև շատերը առաջին քայլերը, որ անում են դեպի Տերը, դեպի եկեղեցին, խոստումներից բռնելն է, եւ փորձում են այդ խոստումներից ինչ որ բան քաղել իրենց համար։ Նորմալ է, բնական է, բայց սկզբի փուլի համար, որովհետև այս ամենը ինքնանպատակ չպիտի լինեն, այլ այս ամենը պիտի տանեն Աստծո հետ մտերմության շարունակականության։ Եվ եթե սրան չեն տանում, ինչ որ բան դեռ առողջ չի։ Լավ։ Մովսեսի ժամանակներում Մովսեսը հանդիպում ունեցավ Տիրոջ հետ։ Այդ մասին շատ անգամներ խոսվել է այստեղից, Սեդրակ եղբայրն է սիրում, այրվող մորենու մասին, կարծեմ շարք ունեցավ, չէ՞, շարք ունեցավ։ Այո։ Շուտով իր հետ եք ունենանք։ Շատ լավ։ Ուրեմն այրվող մորենու այդ պահը հանդիպումը փոխեց Մովսեսի կյանքը ամբողջությամբ։ Մովսեսի մասին մենք գիտենք, որ ապրեց, մեծացավ, դաստիարակվեց եւ կրթվեց Փարավոնի տանը, այսինքն նշանակում է թագավորական ընտանիքում եւ ոչ սովորական թագավորական, այլ աշխարհակալ թագավորական ընտանիքում եւ բոլոր հնարավորությունները ուներ հաջորդ հերթական Փարավոնը դառնալու իր տաղանդի, իր շնորհքի պատճառով։ Սակայն գերադասեց, ինչպես Աստծո խոսքն է ասում, գերադասեց Աստծո ժողովրդի հետ չարչարվելը։ Դուրս եկավ այդ տաքուկ անկյունից եւ սկսեց իր կյանքը շարունակել անապատում պահելով ուրիշի ոչխարները։ Հանդիպում տեղի ունեցավ այրվող մորենու մոտ, որը փոխեց Մովսեսի կյանքը։ Այդ հանդիպումը սկսեց հետաքրքիր կերպ, Աբրահամ ջան, ուզում եմ այստեղ մի փոքր շեշտադրում անեմ, որովհետև սա մեզ պետք է գալու խոսքի մեջ։ Հանդիպումը, որ եղավ, Աստծո ձայնը լսելով եղավ։ Աստծո ձայնը հնչեց, որ ասեց Մովսես ասեց. հանիր ոտքերդ, կոշիկներդ հանի, որովհետև այն վայրը, որտեղ կանգնած ես, սուրբ է։ Մենք իհարկե հասկանում ենք, որ սուրբ չէր մորենին թուփը, սուրբ չէր վառվելը նրա, սուրբ չէին ավազը, սուրբ չէր այն մթնոլորտը, որի մեջ կանգնած էր, սուրբ էր Աստծո ներկայությունը, որի մեջ հայտնվել էր Մովսեսը։ Եվ այս սուրբ ներկայությունը շատ կարևոր ներգործություն ունեցավ։ Աստված պահանջեց կոշիկները հանել Մովսեսից։ Ինչ կարող են խորհրդանշել կոշիկները մարդու կյանքի մեջ։ Եթե կոշիկները պաշտպանում են ոտքերը ներկայացնում են մեր ընթացքը, կյանքի ընթացքը, հետևաբար մեր կյանքի բոլոր որոշումները, մեր ապահովությունը, մեր երազանքները, մեր ընթացքները ամբողջությամբ մեր մտովի պաշտպանությունը ներկայացնում են կոշիկները։ Ու հանկարծ պարզվեց, որ Աստծո ներկայության մեջ այդ ամենը դեռ չեն խաղում։ Տերը ասեց, հանիր դա։ Այո, հանիր։ Իմ ներկայության մեջ ես եմ այդ ամենը քեզ համար։ Ես եմ այդ ամենը քեզ համար, քո երազանքը, երազները, քո ցանկությունները, ծրագրերը, ապահովությունը, օրհնությունները եւ ամենը, ինչը դու կարող ես պատկերացնել եւ չես էլ կարող, ես եմ քեզ համար։ Հանիր քո մարդկային պաշտպան ինքնապահպանման բնազդը։ Այո, ինքնապաշտպանման բնազդը։ Այո, այդ ինքնապահպանության բնազդը Աստծո հետ փոխհարաբերություններում ոչ թե կարող է օգնել, այլ կարող է խանգարել։ Ինքնին այդ բնազդը վատ բնազդ չի։ Բայց երբ այդ բնազդը սկսում է աշխատել հայր եւ որդի հարաբերությունների մեջ, կարող է որոշակի խանգարել, որովհետեւ երբ Աստծո կամքը լինի մեր անձի դեմ ինչ որ քայլ, որովհետև անձնուրացությունն ու խաչակրությունը հոգևոր կյանքի բաղադրիչներն են։ Եթե չկա անձնուրացություն եւ չկա խաչակրություն, անկեղծ որ ասեմ, երևի թե իսկական հոգևոր կյանք էլ չկա։ Այսինքն կարող ենք ասոցացնել այդ պահը, որ Տեր ասեց հանի կոշիկները, այս վայրը սուրբ է, նույն իմաստունի, ինչ որ ասում ենք անձուրանալ։ Շատ մոտ են իրար եւ զուգահեռները շատ լավն են եւ առողջ են միանշանակ, որովհետեւ անձնուրացություն եւ խաչակրություն սա այն ընթացքն է, որով միայն կարող ես հետևել Հիսուսին։ Հիսուս ասեց, ուզում ես իմ հետևից գալ, սա պիտի անես։ Եվ եթե դու դա չես անում, դու էլի գնում ես, բայց
Արդյոք դու Հիսուսի հետևից ես գնում։ Մենք մեր սրտերը վառվում են Հիսուսի հետևից գնալու ցանկությամբ։ Ու բնական է, որ այդ ընթացքը պետք է հասկանանք ինչպես պետք է անել, բայց պետք է հասկանանք Աստծո խոսքից, պետք է հասկանանք Տիրոջից։ Մենք մեզ համար չպիտի հորինենք ճանապարհներ, ճանապարհային քարտեզներ, եւ այդ քարտեզները վերցնելով անունը դնենք Հիսուսի հետևից գնալ։ Վլադիմիր եղբայր, մի sense ոնց ասեմ, դիտարկում փորձենք նաև այս կոնտեքստի մեջ, ինչ որ դու հիշեցրիր Մովսեսի կյանքից, որ նկատեց, որ մորենին վառվում է, բայց չի սպառվում եւ կրակնա չի մարում, այսինքն գերբնական մի բան նկատեց, տարօրինակ ու գերբնական։ Հետաքրքիր է, նա զբաղված էր իր աշխատանքով, առօրյա աշխատանքով, բայց հանկարծ նկատեց այս դետալը, փոքրիկ դետալը, բայց շատ կարևոր է, նկատեց, հա? Ինքը կանգ նկատեց, դրա կողքին մի ուրիշ փոքրիկ դետալ էլ կա, եւ ասում է շրջվեց գնաց տեսնելու, դարձավ տեսնելու։ Սա որքան կարևոր է վերստին ծնված մարդու համար, այս նկատելը։ Տես օրինակ, մենք փոքրիկ օրինակ բերեմ կյանքի առօրյայից։ Կյանքի առօրյայում մեր շատ է պատահում այդպիսի դեպքեր, որ հանկարծ նկատում ենք, որ մորենի է վառվում ու չի վերջանում։ Այո, տարօրինակ բան ենք նկատում, տարօրինակ բարի լավ իմաստով։ Այո, բարի լավ իմաստով։ Բայց մենք չենք նկատում, մենք շարունակում ենք մեր ընթացքը, թե նկատում ենք ու մոտենում ենք, տեսնենք ինչ է կատարվում։ Չգիտեմ, թեմայի մեջ է թե չէ։ Երբ նկատում ենք, սա ասում է մեր արթուն լինելու մասին, երբ չենք նկատում, ասում է մեր ննջած կամ քնած վիճակի մասին։ Շատ կարևոր է։ Դարձավ տեսնելու ձևակերպումը իր բովանդակության մեջ ունի հետևյալ իմաստը։ Իր բնական ընթացքի մեջ կանգ առավ, շրջվեց, բնական ընթացքից շրջվեց, մի նոր ընթացք վերցրեց, տեսնելու թե ինչա տեղի ունենում։ Մենք ապրում ենք մեր բնական ընթացքի մեջ։ Հետաքրքիր է, նա թողեց իր հոտը։ Իր հոտը չէր։ Կարևորել չէ, իրեն չէր։ Կարևորել չէ։ Այդ գնամ տենամ ինչա կապում։ Ինչա տեղի ունենում։ Սա շատ կարևոր է։ Մեզ համար էլ է դժվար մեր բնական ընթացքներից շեղվելը։ Տեսա, քիչ առաջ ասում էիր, որ ամեն ամսվա 10-ին եթե ազատ ենք, սա կարծես թե դառել է մեր բնական ընթացքը, ամենօրյա աշխատանք եւ այլն։ Ինքնին վատ չի, ինքնին մեղք չի, սակայն երբ այն դառնում է ուղղակի ապրելակերպ եւ Աստծո հաշվին, միայն այդ ժամանակ կարա վտանգավոր ու վտանգված լինի։ Դրա համար ուզում եմ, որ մենք ստեղ այս բանը հաշվի առնենք, տեսնենք ստեղ Աստծո ներկայության մեջ մեր մարդկային ապահովությունը տեղ չունի։ Որովհետև Աստծո կամքը կարող է լինել մեր մարդկային պատկերացրած ապահովությունից դուրս մի բան։ Նայեք առաքյալներին։ Առաքյալներից 11-ը մարտիրոսվել են։ Հովանեսը մեռավ միայն իր բնական մահով, ծեր հասակում, աքսորի մեջ։ Եվ ասել, թե Հովանեսի կյանքը հեշտությամբ դասավորվեց, հեշտությամբ մեր մարդկային ձևակերպմամբ հեշտությամբ սխալ կլինի։ Հետևաբար գնալ Հիսուսի հետևից կամ ապրել Հիսուսի ասած կյանքը նշանակում է զոհաբերել ինչ-որ մի բան կամ գուցե ամենաթանկ բանը, ինչը որ դու ունես։ Սա կարող ենք համարել շանս, հնարավորություն։ Այսինքն շանսը ձեռքից բաց չթողել։ Ինչով էլ զբաղված ես։ Այստեղ երկակի մոտեցում կա, Աբրահամ ջան։ Մեկը քո ասածն է, երբ դու այդ կանչի ու կոչումի մեջ շանս ես տեսնում։ Մեկ ուրիշը այդ կանչի եւ կոչումի մեջ վտանգ է տեսնում։ Որովհետեւ երբ դու պիտի թողնես քո մարդկային ինքնապահպանումը, երբ դու պիտի թողնես քո ապահովությունը, հանուն չպատկերացրած ինչի, տես ինչով ես փոխում քո ապահովությունը։ Աստծո խոսքը, որը ընդամենը լսել ես կամ չես լսել, որը կարդացել ես, Աստծո համար, որին չես տեսել, պատկերացնում ես դժվար ընտրություն է, սովորական բնական մարդու համար դժվար ընտրություն է, փոխել ինչը ինչով։ Որովհետև Աստծո հետ հանդիպումը ռադիկալ փոփոխության է բերում, այսինքն հոտ, չէ, ամեն օր 40 տարի Արդեն կյանքը բնական դարձած, սովորական դարձած, ընկել էր իր ճակատավոր հունի մեջ եւ նորմալ մարդուն տանում էր դեպի իր
հողեիր հող դառնալուն։ Ու Մովսեսի պայքարը ինչքան մեծ էր, չէ՞։ Ճիշտ է։ Բայց Աստված Մովսեսի հետ այլ ծրագիր ուներ։ Բնական Աստված Մովսեսի հետ այլ ծրագիր ուներ, Աստված մեզանից յուրաքանչյուրի հետ այլ ծրագիր ունի։ Գուցե մենք ամեն օրվա մեր հոտերն ենք պահում, բայց Աստված մեզ հետ ծրագիր ունի։ Եվ ամեն անգամ այդ մորինիները այրում է մեր սովորական բնական ընթացքի մեջ, որպեսզի մեր ուշադրությունը գրավի։ Եվ ուշադրությունը գրավելուց հետո էլ ակնկալում է, որ մենք պիտի դառնանք ու մոտենանք տեսնելու ինչա Աստծո կամքը, ինչ Աստծո կամքը։ Եթե անգամ այդ կամքը պահանջելու է մեզանից մեր սեփական ինքնապահպանումը մի կողմ դնել, մենք պիտի պատրաստ լինենք նաև դրան, որովհետև մենք գիտենք, որ մեր մարդկային պաշտպանությունը մի կողմ դնելով մենք աստվածային ու գերբնական պաշտպանությունն ենք վերցնում։ Եվ միայն այս դեպքում է, որ մենք կհամաձայնվենք նման փոփոխության։ Ուրեմն, առաջի բանը, որ ես ուզում եմ հիշենք ստեղ, դա Տիրոջ պատվերն էր հանիր կոշիկներդ։ Հիմա գնանք երկրորդ հատվածին, որը այսօր պիտի մեր համար քննարկման առարկա դառնա Ղուկաս 15-րդ գլխից 11 համարը։ Առակ, որը շատ անգամներ թե ստեղից է հնչել եւ թե շատերիս ծանոթ։ Անարակ որդու վերադարձը վերնագրով ձևակերպված այս առակն է։ 11 համարից եւ ասես մի մարդ երկու որդի ուներ, նրանցից փոքրը ասեց հորը հայր դուր ինձ ինչ որ բաժին կհասնի ինձ ստացվածքիցդ։ Եվ նա ապրանքը բաժանեց նրանց եւ շատ օր չանցած փոքր որդին ամեն բաները հավաքեց, հեռու երկիր գնաց եւ այնտեղ իր ստացվածքը վատնեց անառակ ապրելով։ Եվ երբ որ բոլորը հացրեց, վերջացրեց, սաստիկ սով եղավ այն երկրում եւ ինքը սկսեց չքավորել։ Եվ գնաց այն երկրի քաղաքացիների մեկի մոտ մտավ եւ նա նրան ուղարկեց իր հանդը, որ խոզ արածեցնի, եւ նա ցանկանում էր իր փորը լցնել այն եղջյուրներով, որ խոզերն ուտում էին, բայց ոչ ոք չէր տալիս նրան։ Եվ ինքը իրեն գալով ասեց. «Քանի վարձկաններ ունի իմ հայրը հացով լցված, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ, ասեց, գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի դեմ քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ քո վարձկանների մեկի պես արա։ Եվ վեր կացավ, եկավ իր հոր մոտ, եւ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գութը շարժեց, վազեց նրա վզովն ընկավ, համբուրեց նրան։ Եվ որդին ասեց նրան. հայր, մեղանչեցի երկնքի դեմ քո առաջ եւ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Հայրն էլ ասեց իր ծառաներին. առաջի պատմուճանը հանեք եւ հագցրեք նրան, մատանի դրեք նրա ձեռքին, կոշիկներ նրա ոտքերին եւ մսացու եզը բերեք մորթեք եւ ուտենք, ուրախ լինենք, որ այս իմ որդին մեռած էր, կենթանացավ, կորած էր, գտնվեց եւ սկսեցին զվարճանալ։ Եվ մի փոքրիկ ավարտն էլ նրա մեծ որդին հանդում էր, երբ որ եկավ տանը մոտեցավ, երկերի եւ պար գալու ձայն լսեց։ Ծառաներից մեկին կանչեց իր մոտ, հարցնում էր, թե այդ ինչ է, նա էլ ասեց նրան, թե եղբայրդ եկել է եւ քո հայրը մսացու եզ է մորթել, որովհետեւ ողջ ու առողջ ընդունեց նրան։ Եվ նա բարկացավ, չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս եկավ աղաչում էր նրան։ Նա էլ պատասխանեց եւ ասեց հորը. այսքան տարի է, որ քեզ ծառայում եմ եւ քո ստացվածքից, ասում եմ, երբեք քո պատվերից երբեք դուրս չեմ եկել, բայց ինձ երբեք մի ուր չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինեի։ Իսկ երբ որ քո այս որդին, որ ստացվածքը անառակաբար անառակների հետ կերավ, մսացու եզը մորթեցիր նրա համար, նա էլ ասեց նրան. որդյակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմն է, քոնն է, բայց ուրախ լինել եւ խնդալ պետք էր, որ այս քո եղբայրը մեռած էր, կենթանացավ, կորած էր ու գտնվեց։ Հրաշալի ուսուցողական մի առակ։ Եղել է այս դեպքը, թե չէ, այդքան էական չի, բայց երևույթը եւ եղել է, եւ լինելու է։ Այո, հնարավոր է, որ եղած լինի։ Հիմա ինչի վրա կուզեմ, որ այս առակի ուսումնասիրության մեջ մեր ուշադրության առարկա դարձնենք։ Առաջի բանը այն էր, որ որդին հորն ասեց. հայր, տուր իմ բաժինը։ Խոսքը գնում էր ստացվածքից իրեն բաժնին, ժառանգության մասին։ Ժառանգությունը սովորաբար կտակով է լինում։ Կտակը սովորաբար կարա ձևավորվի մարդու կենթանության, երիտասարդության ժամանակ անգամ, բայց այն գործում է այն դեպքում, երբ կտակ ստեղծողը մեռնում է։
ուստեղ վտանգը հետևյալի մեջ էր, որդին ուզելով իր ժառանգության բաժինը, կարծես թե հայտարարում էր, հայր, արի հասկանանք, որ այլևս մենք հայր ու որդի չենք, որտեվ դու մեռած ես, որտեվ եթե ինքը կտակի մասին է խոսում, ինքը ճակերտների մեջ կամ փագագծերի մեջ խոսում է նաև հոր մահվան մասին, համարենք, որ դու այլևս չկաս և ժամանակն է իմ բաժինը ստանալու, տուր իմ բաժինը և ես գնամ, ու նկատում ենք հայրը ոչինչ չի ասում այստեղ, առակի մեջ հոր ձևակերպումը չկա, հայրը տալիս է նրան նրա բաժինը և մի քանի օր անց այս կրտսեր որդին վերցնելով իր բաժինը հեռանում է տնից։ Պրոբլեմը կայանում է նրանում, որ շատ ու շատ երիտասարդներ, գուցե մինչև այսօր և սրանից հետո էլ, ազատությունը, ճշմարիտ ազատությունը պատկերացնում են իրենց հորից ինքնուրույն նաև այդ իմաստով և ինքնուրույն կյանք հորից անկախ կյանք ապրելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու, բայց գիտես ինչ, ոչ թե ուղղակի որոշումներ, այլ ինքնուրույն և ազատ սխալ որոշումներ կայացնելու ազատության մեջ, որովհետև ես չեմ կարծում, թե կրտսեր որդին որոշումներ չէր կայացնում հոր ներկայության մեջ, իհարկե ցանկացած զավակ իր հոր ներկայության մեջ որոշակի սահմանների մեջ է գտնվում, որովհետև հայրը միշտ հետևում է, որ իր որդին սխալ ընտրություն չանի, սխալ քայլեր չանի, մեզանից յուրաքանչյուրը մենք ապրել ենք մեր կյանքը և այդ կյանքը մեզ որոշակի փորձ է տվել, մենք կատարել ենք ճիշտ քայլեր, բայց շատ էլ սխալ քայլեր ենք կատարել, մենք մեր կյանքում կատարած սխալ քայլերի պտուղը կերել ենք և հասկացել ենք, որ դա դառն է, և մենք որպես հայրեր, որպես ծնողներ, ամեն բան անում ենք, որ մեր կատարած սխալները, մեր զավակները չանեն։ Թույլ կտաս տեղ մի բան, նայ հետաքրքիր մի բան կա, այն ծնողները, որոնք իրենց զավակներին ստիրիլ են պահել, այդ զավակները թույլ են մեծացել։ Ավելի վտանգված են։ Այո, թույլ են, իրանք միշտ չեն պատկերացնում ինչա ինքնուրույն, որ ես մի քիչ հակառակ կողմից եմ խոսում, բայց իրար հետ միաբանվելով։ Երբեմն իրոք Աստված, գիտես հայրը չտվայտվեց, վատ չզգաց իրան, չի գրած այդպես բան։ Սիրո, դա անգամ այն մյուսին էլ ասեց տվեց, գրած է երկուսին էլ տվեց։ Իրենց բաժին, այսինքն վերջ, լավ, տալիս եմ, գնացեք, դուք որոշեք, մեծ եք արդեն, էլի, սենց իմաստով։ Բայց հայրը գիտեր, որ հետ է գալու, որովհետև մենք հետո նկատում ենք սպասողական այդ վիճակը, որ հետ պիտի գա։ Բայց խնդիրը գիտես ինչու՞մ է։ Երբեմն Տերը թույլ է տալիս եւ փառք Տիրոջը դրա համար, որ ընկնել հելնելով մենք հասկանանք, որ միևնույնն է, մենք հոր կարիք ունենք։ Սա ուզում ասել մի քիչ կարճ ձևով է։ Երևի թե այդ ընկնել հելնելն է օգնում մեզ ճիշտ գնահատելու։ Եթե չներ, այո, ինքն իրան չէր գա, չէր խոստովանի, չէր հասկանա։ Շատ լավ, միտքը հասկանալի էր, ընկալելի էր։ Իմ ասածը հետևյալի մասին է, Աբրահամ ջան, որ մենք ծնողներս փորձում ենք մեր զավակներին վտանգավոր սխալներից հեռու պահել։ Դա նորմալ է։ Եվ սա նորմալ է։ Եվ բնական է, որ մեր երկնային հոր թույլատու կամքը թույլ տալիս է, որ մենք սխալվենք էլ։ Բայց կարծում եմ ես դա նկատում եմ։ Այո, թույլ է տալիս, որ մենք սխալվենք էլ։ Սա իր թույլատու կամքի սահմաններում է։ Բայց նպատակը այն չի, որ մենք ամեն անգամ ընկնենք, սայթակենք ամեն անգամ նույն տեղում, այլ որ անգամ գոնե այդ տարբերակով սովորենք սխալներ չգործել։ Ես վստահ եմ, որ այլևս նա չհեռացավ, սա դաս էր իր համար։ Այո։ Որդիները հասկանում են դա հետո։ Փարտիրոջ։ Այո, շատ դեպքերում գուցե դա նաև անհրաժեշտ է, որովհետեւ երիտասարդները որոշակի սխալներ անեն եւ սխալներից սովորեն։ Խոսք կա այսպիսի, որ սովորաբար խելացիներ սովորում են ուրիշների սխալների վրա։ Հիմարները սովորում են իրենց սխալների վրա։ Իսկ անմիտները ընդհանրապես իրենց սխալների վրա չեն սովորում։ Դուրս է գալիս, որ մենք Աստծո կամքի մեջ լինելով կարող ենք սովորել ուրիշների սխալներից, որովհետև այն հավանական սխալները, որոնք մարդ արարածը կարող է գործել, նկարագրված են Սուրբ գրքի մեջ։ Եվ այդ սխալները գործել են թե թագավորները, սկսած Դավթից, թե ամենաընկած անբարոյական կյանքով ապրող մարդիկ։ Հետևաբար, սխալների
ընդունակ են ու ենթակա, բոլորը անխտիր։ Աստծո խոսքն ասում է բոլորը մեղանչեցին, բոլորը ընկան, բոլորը Աստծո փառքից պակասել են։ Բոլորի մասին է խոսքը։ Հիմա դրա համար շատ էական է, որ մենք այդ սխալների այս բազայի մեջ կարողանանք տարբերել երկու ճյուղ։ Մեկը քննության տանող, մեկը կործանման տանող։ Մեկը Աստծո թույլատու կամքի սահմաններում այն փորձությունները, որոնք մենք փորձություն ենք ասում, որոնք օգնում են մեզ հասկանալու եւ այլևս չսխալվելու։ Գրում է Հակոբոսը, ասում է, եւ մենք տարօրինակ բան մի համարեցություններով ելած ենք, չէ՞։ Այո, եւ տարօրինակ բաներ մի համարեք, երբ կերպ փորձությունների մեջ եք ընկնում։ Սրանք տարօրինակ բան պիտի չհամարենք այն իմաստով, որովհետեւ մենք գիտենք, որ Աստծո հայացքը միշտ մեր կյանքի մեջ է։ Նրա ուշադրության կենտրոնում ենք։ Մեր կյանքում չի եղել ու չի լինելու մի բան, որ Աստծո պատկերացումից եւ թույլատու կամքից դուրս է։ Եվ գիտենք, որ Աստծո կամքը բարին է, հաճելին է, կատարյալն է։ Երբ Աստծո կամքը բարին է, հաճելին է ու կատարյալը, մեզ թվում է, թե այն ամեն ինչը մենք ապրելու ենք այս մեր օրերի մեջ, մեզ համար էլ պիտի բարի, հաճելի ու կատարյալ լինի։ Այսինքն, այն ամենը, ինչը մեզ հաճույք է պատճառում, սրան համարում ենք Աստծո կամքը։ Այն ամենը, ինչը բարի ենք ձևակերպում մեր պատկերացմամբ, մեզ թվում է, թե սա Աստծո կամքն է, բայց իրականում շատ տարբեր բաներ, սա զանազանել է, տարբեր բաներ կան, որովհետև միշտ չի, որ մեզ հաճելի է եւ Աստծո կամքի հաճելին է։ Սկսենք Եդեմական պարտեզի այն արգելված պտուղից, հաճելի էր նայելու համար, նույնիսկ ցանկալի էր, բայց դա չի նշանակում, բայց դա չի նշանակում, որ Աստծո կամքի մեջ էր։ Ինչևից է, գանք կրծեր որդուն։ Կրծեր որդին վերցրեց իր ունեցվածքը, հոր հետ խզեց կապերը եւ գնաց իր ազատ ճակերտների մեջ, կյանքը ապրելու եւ վայելելու էլի ճակերտների մեջ։ Ինքը գնաց, ապրեց ու վայելեց այնքան ժամանակ, մինչեւ ավարտվեց։ Իհարկե, մինչև այդ ստացվածքի ավարտելը շրջապատված էր լավ ընկերներով, էլի ճակերտների մեջ, բարեկամներով, որոնք իր հետ զվարճանում էին, ուրախանում էին, ինչպես այսօր, ինչպես միշտ նման պարագաներում լինում է։ Ուրեմն, երբ ավարտվեց ամեն բան, այս մարդը մնաց մենակ, որովհետև իր թե լավ ընկերները եւ թե լավ միջավայրը եւ թե լավ ապրելակերպը ավարտվեց։ Այն ամենը, ինչը ունեցավ սկիզբես երկրավորի մեջ, ունի նաեւ իր ավարտը։ Եվ դու երբ սկսում ես ինչ-որ մի բան, պատրաստ պիտի լինես ընկալելու եւ ընդունելու նաեւ նրա ավարտը։ Այս հրաշք ստեղծագործությունը, որ Աստված ստեղծել է տիեզերքը, սա է շատ հրաշք է, բայց ունի նաեւ իր ավարտը մի օր։ Երբ է դա, դրա մասին չի խոսքը, բայց ամեն երկրավոր, ինչը ժամանակի մեջ է, սահմանափակված է ժամանակով, սահմանափակված է տարածության մեջ։ Սա կարող ենք նաև ասոցացնել այս իմաստով, որ հասկանում ենք, բացահայտում ենք այս առակի մեջ, որ այն ինչ որ հոր տնից դուրս է գործունեությունը, դա նշանակում է, որ սպառվում ես, դու չես կարող ավելիով ունենալ, ունեցածդ էլ ուտում ես աշխարհը, քերում է քեզանից ամեն մի օր գալու է այն ժամանակը, որ հասկանաս էլ ոչինչ չի մնացել քեզնից։ Սա շատ կարևոր, հասկանալի էր, այո։ Սա էլ է կարևոր։ Հիսուսը ասեց, ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ էլ ավելի։ Նկատում ես, չի սպառվում։ Աստծո ներկայության մեջ ոչինչ չի սպառվում։ Աստված քեզնից ոչինչ չի վերցնում։ Եթե մի բան էլ վերցնում է, դրա դիմաց 1000 բան է տալիս։ Այս տարբերությունները նկատելի է նաև այս առակի մեջ։ Ես կարծում եմ, այս ձևակերպումը ճիշտ է այստեղ։ Աստված չունի այնպիսի մի բանի կարիք, ինչը դու ունես։ Աստված չունի ոչ մի բանի կարիք։ Ինքնաբավ է Աստված։ Հետևաբար չկա այնպիսի մի բան, որ մենք ունենք, եւ դրա կարիքը Տերը ունի, դրա պակասը Տերը ունի։ Իրականում Տիրոջ սիրտը աշխատում է մեր հետ հանդիպման ու մտերմության փափագով։ Եվ այս մտերմությունը փոխադարձ ընտանիքի զավակի հայր եւ որդու հարաբերությունները փոխադարձ արժեքավոր են։ Փոխադարձ արժեքավոր պիտի լինեն գոնե, որովհետեւ Աստծո խոսքն ասում է, որտեղ լինի ձեր գանձը, այնտեղ ձեր սիրտը կլինի։ Որտեղ է այս երիտասարդի գանձը։ Նրա սիրտը հոր հետ չէր, հետևաբար հայրը նրա գանձը չէր։ Հոր հետ ապրելը, հոր հետ մտերմությունը իր գանձը չէր, իր արժեքը չէր, իր գանձը դրսում էր, հեռվում էր, այլ տեղ էր, եւ նա վերցնելով իր ստացվածքը, որը էլի գանձ չէր,
այդ ստացվածքը ինքը հասկանում էր, որ ժամանակավոր է, գուցե հասկանում էր, բայց իր համար գանձեր ու արժեք հորից հեռու լինելը։ Եվ ինքը գնաց հորից հեռու լինելով ապրել։ Որտեղ պետքա սպառվի, որտեղ եւ պետք է սպառվեր, միանշանակ։ Չէր կարող։ Եվ երբ սպառվեց ամեն բան, երբ ամեն բան սպառվեց, եւ շրջապատը դատարկվեց, երբ ուտելիքն ու փորն էլ դատարկվեց, հանկարծ պարզվեց, որ այս եկավ այն ճշմարիտ պահը, երբ մարդը իր կյանքի ամենաերկար ճանապարհը պիտի անցնի, ինքը իրեն պիտի գա։ Ամենաերկար ճանապարհը։ Քանի տարիներ անհրաժեշտ եղավ, որ այս երիտասարդը ինքն իրեն գա։ Քանի տարիներ այդքան պետք է ինչեր պահանջվեց, որ այդ ճանապարհը ինքը կարողանա անցնել եւ իր մտքի մեջ սկսի արդեն ճիշտ եւ առողջ մտքեր պատտվել։ Գնամ հորս ասեմ մեղանչեցի քո դեմ Աստծո առաջ։ Արժանի չեմ, եթե արժանիքին ենք նայում, արժանի չեմ քո որդին լինելու, որովհետև ես արդեն այն գլխից ասել եմ, որ ինձ համար դու մեռած ես, իմ բաժինը տուր ես գնամ։ Ես էլ չեմ կարող գալ ասել, ես քո որդին եմ, բայց ինձ քո ծառաներից մեկի պես պահի գոնե։ Վլադիմիր եղբայր, կարող ենք ասել, որ այս որդիական գենը, հոր գենը, որ իր մեջ ուներ, այդ գենը խոսած իր հետ։ Գիտես ինչ իմաստը, որ սա նաև ցուցիչ է։ Երբ որ մենք հեռանում ենք հորից եւ չենք ունենում, չի գալի այն ժամանակը, որ ստիպված ինքներս մեզ գալու այդ արվեստը սովորենք, նշանակում է նա մեր հայրը չէ, այսինքն ծնունդն է որոշում գիտակցությունը, հորից ծնված լինելն է որոշում գալու այդ գիտակցությանը, սա մի ձևով ցուցիչ է որդի լինելու, հա? Պարտիրոջը, ավելի խորը բան կա, գենետիկ բան կա։ Հա, գեն կար, որը խոսում է, որը ստիպում է քեզ ինքդ քեզ գալու։ Դու վերջապես հայր ունես։ Սա աշխատում է վերածնված մարդկանց կյանքում յուրովի։ Սա ցուցիչ է, որդի ես թե չէ։ Պարտիրոջը։ Եթե որդի չես, չես կարող ինքդ։ Ֆոկին ասում է, մեր ներսում վկայություն է տալիս, որ մենք Աստծո որդիներ ենք։ Սա կարծեմ շատ ուժեղ փաստար կա այն մասին, որ մեզանից յուրաքանչյուրը ներքին վկայություն ունի, որ դու Աստծո որդի ես։ Եվ եթե դու Աստծո որդի ես, հորդ ներկայությունը պետք է քեզ համար թանկ լինի, ու թանկ լինի ոչ թե օրենքի պատճառով, որ օրենքը քեզ պահանջում է, որ դու հասկանում ես, որ նրա ներկայության մեջ ապահով ես, դրա համար ես գնում այնտեղ։ Ոչ, այլ որ սիրտը տա փափագում նրան, հենց իր համար է փափագում։ Հայր ասում է, ես արժանի չեմ քո որդին լինելու, բայց քո ներկայության մեջ ապրել եմ ուզում։ Ես հասկացա, որ առանց քեզ հնարավոր էլ չի։ Ես ուզում եմ քեզ հետ լինել։ Եթե անգամ քո որդին չհամարվեմ, որտեղ արժանիքի տեսանկյունից այդպես է։ Օրինակ ես մեկի հետ զրուցում էի, տիրոջից հեռացած, սենց տկար վիճակի մեջ եղող, շատ ծայրահեղ, ու իր հետ շատ քաղցր զրույց ունեցանք, շատ, և ինքը արդյունքներով, գիտես ինչ էր ասում էր, ես զգում եմ, որ Տեր ինձ հետապնդում է, ու ես գալու եմ, ես չեմ կարա չգամ։ Նկատում ենք կարանք ինչ եզրակացություն ասես կազմենք, դու դժող գնացիր, դու մեռար, դու լավը չես։ Հեշտ է, դատախազի կեցվածքը հեշտ է։ Բայց երբ որ գիտես, երբ որ նման երևույթները ավելի խորն ես փորձում վերլուծել, գիտես, ես էլ իր հետ լացեցի, անկեղծ եմ ասում, ես շատ դժվար լացող մարդ եմ, ինձ հնարավոր չի, բայց այն քաղցրությունը տեսային, հոր կանչը, այնքան շոշափելի էր իր մեջ, որ ինքը և գիտես դարձավ, և նոր պատմության տրվեց իրան, և նոր մատանի, ստատուս, կներես մի քիչ բան ընդհատեցի, զուգահեռները հասկանալու համար։ Երիտասարդը որոշեց վերադառնալ հոր մոտ եւ վերադարձավ։ Հրեական կենցաղի մեջ սովորաբար այսպիսի վերաբերմունք կարում ենք 5 տակարանում էլ հանդիպում ենք դա։ Երբ կար մեղքի դրսևորում, Աստծո խոսքն էր, որ այդ մեղքի դրսևորումները պետք է բանակից դուրս լինեն։ Իհարկե 5 տականում մեծամասամբ դրանք կռապաշտություններն էին, բոլոր կռապաշտներին պիտի հանեին բանակից դուրս, քարկոծեին, սպանեին։ Նրանք չպիտի բանակում ժողովրդի մեջ լինեին, որպեսզի այդ հոգևոր վարակը չտարածվեր ժողովրդի մեջ, ժողովուրդը կարողանար մնալ
ավելի մաքուր։ Ու հիմա այս կենցաղվարության մեջ այսպիսիները կարծես մի եթե չասենք հոգևոր, գոնե բարոյական վարակի տեսակ էին ներկայացնում, եւ սա կարող էր տարածվող լինել, վարակիչ լինել մշակույթի մեջ։ Այսպիսի մարդկանց, եթե ես ճիշտ եմ հիշում, բառը կեզազա էր կոչվում։ Այս մարդը կեզազա էր, սրան պետք էր բանակից դուրս թողնել։ Եթե չսպանել, իսկ հնարավոր էր որ սպանեին, եթե ինքը փորձեր բանակում մնալ եւ իր այդ պահվածքով վարակել մյուս երիտասարդներին, նրան կարող են քարկոծելով սպանել։ Ու այս մարդը դուրս էր գնացել եւ նրա մասին գիտեր ամբողջ հասարակությունը, որտեղ ինքը ապրում էր։ Ու մենք նկատում ենք, որ հայրը մեծահարուստ էր, որովհետև ուներ ծառաներ։ Հայրը ուներ ծառաներ եւ նրանք հացով կերակրված էին։ Սա ասում էին մասին, որ հայրը կայացած մեծահարուստ մեկն էր եւ ոնց է մեր օրերում բոլորը մեծահարուստների ընտանիքների պատմությունն ու կենսագրությունը գիտեն։ Ստացվում է այնպես, որ այս երիտասարդի մասին ամբողջ հասարակությունը գիտեր։ Նրա պահվածքի մասին գիտեր։ Գիտեր թե նա ինչ արեց որ հանդեպ այդ հարաբերությունները ինչպես խզեց, վերցնելով ում հետ վատնեց եւ որտեղ վատնեց, եւ նա դարձում էր այլևս մուտք չուներ վերադարձի, ուստեղ վտանգ կար։ Այս երիտասարդը որոշել էր վերադառնալ, բայց հասարակությունը արդյոք պատրաստ է նրան ընդունելու թե ոչ, սա արդեն խնդրեմ է, որովհետեւ հասարակությունը կարող էր նրան հենց բանակից դուրս քարկոծելով սպանել, չթողելով նրա մուտքը իրենց մեջ։ Ու հիմա որքան էլ որ հոր սիրտը փափագում էր որդու վերադարձին, իսկ դու ասեցիր, որ հայրը սպասում էր, սա նշանակում է, որ սրտի մեջ գիտեր, որ որդին վերադառնալու է։ Սրտում հավատում էր ու գիտեր ու մշտապես սպասում էր իր որդուն, եւ այն լուրը, որ եկավ հասավ նրան, որ որդիդ վերադառնում է, լուրը եկավ, որդիդ վերադառնում է։ Նրան ստիպեց թողնելու ամեն բան եւ վազելու ընդառաջ։ Որն էր պատճառը։ Խնդիրը միայն սիրով նրան սпасելը չէր։ Կարծում եմ, այս սիրո սպասումը մի քիչ ընդարձակ ու բովանդակ ձևակերպում է։ Հայրը ամեն բան արեց, որ իր որդուն ավելի շուտ հասնի, քան հասարակությունը, որ քարերով կարող էր դիմավորել նրան։ Եվ այս ճանապարհին ինքը այլևս չնայեց նրան, որ ինքը վազելով պիտի գնա, որպեսզի հասնի։ Վազելու համար պետքա շորը բարձրացնի, երկար շորեր էին հագնում։ Շորը բարձրացնի, որ կարողանա վազի, շորերը չընկնեն ոտքերի տակ, եւ ոտքերը պիտի բացվեր։ Բաց ոտքերը անարգանք էր մեծ մարդու համար, կայացած մարդու համար եւ այլն։ Բայց կապ չունի թե ինչ գնով էր ինքը գնում դրան, բայց ինքը ուներ մեկ բան, ինքը պետք է ավելի շուտ հասնի իր որդուն, քան քարերով պաշտպանի քարկոծելուց, որ նաև պաշտպանի քարկոծելուց։ Ու պարզվում է, որ հայրը հասավ։ Այս զուգահեռը ինչի համար տարվեց։ Մեր եւ մեր հոր փոխհարաբերությունները հասկանալու համար։ Երբ մեզ սպառնում էր արդար ու ճշմարիտ դատավճիռը, ենթադրենք քարկոծումը, մահը, մեղքի վարձքը մահը, մենք մեղքի մեջ ընկանք, հեռացանք մեր հորից, որպես մարդ տեսակ, բայց մինչև սատակիչ հրեշտակի հարվածը, մինչև մեր դատավճռի իրականացումը, մեր հայրը ընդառաջ եկավ մեզ, իր որդուն մեզ համար դնելով։ Ուրեմն ոչ մի բանի առաջ կանգ չառնելով, Հիսուս ոչ մի անարգանքի առաջ կանգ չառավ, չհանձնվեց, անգամ անարգալից խաչի վրա բարձրացավ, անարգալից խաչի վրա, որ անարգանք էր բոլոր իմաստներով, անգամ հոգևոր իմաստով, անիծյալ է փայտից կախվածը։ Ու ստեղ ստացվում է, որ այդ ճանապարհով Հիսուս մեզ հասավ ավելի շուտ, քան մեր դատավճիռը։ Եվ սրանով իսկ փրկեց ու շնորհեց մեզ ապահովություն։ Հիմա ստացվեց այնպես, որ հայրը դիմավորեց որդուն, այլևս որդին վտանգված չէր։ Որդին խոնարհվեց հոր առաջ ու ասեց՝ հայր մեղանչեցի, նորմալ է, չէ՞։ Նորմալ է, մեղանչեցի, հիմա խոստովանության ֆակտորն է։ Ապաշխարություն եւ խոստովանություն եղավ հոր առաջ։ Այս ամենը շատ լավ է որդու կողմից որ եղավ։ Ու այս ամենը շատ լավ կլինի որ մեզանից յուրաքանչյուրի կողմից լինի մեր հոր ուղված։
Դավիթի առանձնահատկություններից մեկը այդ ապաշխարող սիրտն էր, որը շատ ուրիշների դեպքում բացակայում է։ Ստեղ թույլ մի փոքր հետ գանք ինքն իրեն գալու այդ process-ին, երկու կարևոր process է տեղի ունենում, որ շատ կարևոր է, սա էլ է ցուցիչ, մենք որդիներ ենք, թե չէ։ Ահա։ Առաջին ֆակտորը, որքան էլ որ իջնենք, անկում ունենանք, ինչ ծայրահեղ աստիճանի, առաջի գործը սա է, ցուցիչը, մենք ընդունակ ենք ինքներս մեզ գալու, ինչ է դա, մարդ ինքն իրան գալը, երբ որ մարդը սկսում էին իրեն հետ խոսալ, ինքն իրեն անալիզ անել, բերել լույսի առաջ, սրանք սա մեկ նախադասություն է, բայց այդ ամբողջ այդ ներվային ապրումը մի քիչ ես sense ասեմ ինքը իր առաջ անկեղծանալ, խոսալ, խոստովանել, սա կարծում ես, որ հոր նմանության նաև գործոնն է գործում, այսինքն նա տեսել էր, նա սովորել էր հորից, նա գիտեր այդ արվեստը ինքն իրան գալու, գենետիկան սկսում է աշխատել իրա մեջ, սա շատ կարևոր է, չգիտեմ որտեղ էլ որ լինես, ինչ վիճակի մեջ էր, որքան էլ որ ծայրահեղ փորձության մեջ ես, տկարացել ես, բայց քեզ զորացնող հանգամանքներից մեկը ինքդ քեզ գանն է, ինչ կասես սրա մասին, եւ երկրորդ ֆակտորը ապաշխարության ֆակտորն է, այսինքն սա էլ է ցուցիչ, մենք որդիներ ենք, թե չէ, այս ապաշխարության հաճախականությունը մեր կյանքի մեջ, բռնել ինքդ քեզ, խոստովանել, ոչ միայն ոչ ինքնադատապարտական, գիտես խոստովանությունը երկու կարևոր կողմեր ունի, ուրեմն հանձն առնել կամ հասկանալ, որ մեղանչեցիր, երկրորդ ֆակտորը Աստծո ներկայության կամ ինչպես ասում Պողոսը մտեք ասում համարցակ մոտեցեք շնորհքի աթոռին որպեսզի շնորհ եւ ողորմություն ընդունեք այս կարևոր գործը որովհետեւ դու կարող ես զղջաս բայց Աստծուց չակնկալես շնորհ եւ ողորմություն ստեղ ու գնաս կախվես այո ինչ կասես մեր պատմության մեջ եթե այս մեր առակի ձևակերպումներով անենք խոստովանությունը հետևանքներ ինքն իրեն գալու։ Ինքն իրեն գալը ինքնագիտակցությունն է, որին շատ հաճախ խանգարում է ինքնախապեյությունը։ Աբրահամ ջան։ Մարդը, չգիտես ինչի, մեղքի մեջ ընկած մարդը, մեղավոր մարդը սիրում է, որ իրեն խաբում են։ Եվ եթե իրան չեն խաբում, երեք մեր թեման ինքն է իրեն խաբում։ Եթե իրեն ուրիշը չի խաբում, ինքը իրեն խաբում է։ Դա պահանջ է, այնքան ժամանակ, մինչև ինքը սկսում է անկեղծանալ իր առաջ։ Ինքն իրեն գալը արդեն այն պահից է սկսում, երբ ինքը դադարում է իրեն խաբել։ Շատ լավ բան ասացիր, շատ կարևոր բան ասացիր։ Սրանից սկսում է ինքնագիտակցությունը, սրանից սկսում է ճշմարիտ հայելու մեջ սեփական երեսը տեսնելը, հոգևոր երեսը։ Լավ։ Դրան հետևում է ապաշխարությունը, մեղանչեցի երկնքի առաջ, սրան հետևում է խոստովանությունը, հայր մեղանչել եմ քո առաջ, ներիր ինձ, արժանիք չունեմ։ Սրանք են լույսն է մարդու կյանքի մեջ, են կարևոր, ոնց ասեմ, ուժն է, որ նա կարող վերադառնա հոր տուն։ Աբրահամ, տես, ինքը կարող էր գալ ինքնագիտակցության, կարող էր գալ մեղքի գիտակցության, զղջման կարող էր գալ, բայց չգար հոր մոտ։ Հպարտությունը չթողեր վերադառնալու։ Ինքը հասկանար, որ ինքը մեղավոր է, բայց հորը չգար։ Այս դեպքում գալը մենակ գալը ասում է այն մասին, որ ինքը 3 փուլ անցել է։ Նայ, կարող ենք այսպես մի հատ միտք կազմակերպել։ Այս դեպքում հոր համար կարևոր չէր, թե ինչ էր արել նա։ Ավելի ասեմ հայրը դերել թե ինչ էր արել։ Հետաքրքրվածել չէր դրանով։ Չասեց արի հələ նստի տենակ այդ ինչ էր էս արել տղա ջան։ Ու դատենք քեզ։ Որտեղ ծախսեցի։ Նկատում ես ինչ գեղեցիկ ասա։ Նրան դա հետաքրքիր չէր։ Կարևորը որ այդ գենը նրան ստիպեց գալու հոր մոտ եւ ապաշխարելու։ Կարևորը որ որդին վերադարձավ։ Մեռած էր, կենթանացավ, կորած էր ու գտնվեց։ Սա հերական մտածելակերպով
հայրը իրավունք չուներ գրկեր իր տղուն ու համբյուր էր նա դեռ պետքա լվացվեր խոստովանություններ անցնել, չէ, մեղքերի պատարակներ մատուցանել, մանավանդ այդպիսի տղուն։ Հոբի դեպքում կարծում ենք, որ իր երեխեքի համար բան էր անում, զոհեր էր անում, չէ։ Մտածելով, որ կարող չգիտակցած մեղքեր արարողությունները կատարեին, նոր հետո հայրը քահանան ասել վերջ, տղետ մաքուրա, կարաս ընդունես, չարեց, նա հենց տեղում գրկեց եւ համբյուրեց այդ բառը գրում աստեղ։ Փարտիրոջը Որովհետև նա հետ է եկել։ Հալելույա։ Ես սիրում եմ։ Որդուն բերես տուն, Աբրահամ ջան։ Հիմա ուզում եմ բերել ավարտին։ Այո։ Հիմա որդուն բերեց տուն, հայրը եւ ասեց մորթեք եզը։ Եզը մորթեք ուրախություն է սկսվում։ Իմ որդին գտնվեց։ Ուրեմն բացի եզը մորթելը նրան պատմուճան հագցրեցին, նրան մատանի տվեցին։ Պատմուճանը ասում էր նրա ստատուսա, չէ, բան։ Մատանին իշխանության խորհրդապատկերն է։ Իշխանություն նոր կարգավիճակ, նոր կարգավիճակ։ Նրան տվեց պատմուճան, իսկ պատմուճան սովորաբար հագնում էին թագավորները, այսինքն ընտանիքում դիրք ունեցավ իշխանություն։ Այո։ Եվ երրորդ, ասեց բերեք կոշիկներ հագցրեք։ Հիշում ես մենք ինչից սկսեցինք մեր այսօրվա նյութը։ Մովսեսին Տերը ասեց հանի կոշիկներդ։ Հիմա այստեղ հայրը նոր կոշիկները հագցնում։ Նոր կոշիկը հագցնում։ Եվ կարծես թե այն պահից երբ մենք վերադառնում ենք մեր հորը, մեր հայրը մեզ տալիս է իր պաշտպանությունը։ Մեր կյանքի մեջ, մեր ծրագրերի մեջ, մեր նպատակների մեջ, մեր երազանքների մեջ տալիս է իր պաշտպանությունը, իր օրհնությունը, իր տան կոշիկներն է տալիս մեզ։ Եվ կարծում եմ սա հասկանալու պարագայում մենք իսկապես դառնում ենք վերադարձած եւ գենետիկորեն մեր հորը պատկանող մեր զավակները։ Եթե ավակ որդուն գանք, ավակ որդին ոչինչով չէր տարբերվում կրտսերից, կարողա տարբերվում էր ավելի վատ իմաստով։ Որդին գոնե ինքնագիտակցության եկավ, ավակը դրան էլ չեկավ։ Իրական անառակը ավակն է, ոչ թե գնաց։ Նա էր անառակ։ Նա էր։ Ուղղակի նա շարունակեց մնալ։ Նա անառակ է, սա անառակ է։ Այո, նա էր անցյալ ժամանակում, սա է, որովհետև որդին, ավակ որդին չմտավ ուրախությանը, եթե չմտավ ինչ արեց, հեռացավ։ Ուրեմն սա մի որդի էր, որը թեև շարունակում էր մնալ հոր ներկայության մեջ հոր տանը, բայց հոր հետ կապ չունեցող։ Այ կարծում եմ իրական անառակությունը ստեղ է լինել, կարծես թե հոր տանը, բայց հոր հետ կապ չունենալ։ Սա կրոնավոր կյանքն է, կարծում եմ Տերը ողորմություն անի, շնորհ անի մեզ, տա մեզ մտքի լուսավորություն, որ մենք նկատենք այդ բաները, կարողանանք ժամանակին տեսնել ու հրաժարվել նման բաներից, որ նորոգություն գա մեր կյանքում, մեր ընտանիքներում, մեր երկրի մեջ։ Փարտիրոջը։ Ես իմ կոչը ու քաջալերանքն է։ Եթե հեռացել ենք մեր հորից, վերադառնանք նրան։ Այո, հանենք մեր մարդկային կոշիկները Մովսեսի նման, որպեսզի կարողանանք հագնել մեր հոր տված կոշիկները իր տան մեջ։ Մեզ համար էական ու կարևոր թող դառնա ոչ թե մեր ծրագրերի հաջող իրականացումը, այլ մեր կյանքի մեջ Աստծո ծրագրերի հաջող իրականացումը։ Ես կավելացնեմ նաև հիշեցես խոսքը, եւ հայրը քեզ տա խաղաղության ավետարանի կոշիկները, որ ոտքը տուր որ դնես, այնտեղ խաղաղություն լինի եւ ավետարան լինի։ Եվ ավետարան լինի։ Ամեն, ամեն։ Հետո պարզվում է, որ մենք ենք այդ ավետարանը նաեւ։ Բաց նամակ։ Հետեւաբար որտեղ որ մենք լինենք, ավետարան լինի այնտեղ։ Գիտես, սա մի հատ առանձին թեմա, բայց քանի որ հիշեցրի դասեմ, կան մարդիկ, որ երբ որ դու իր այդ շփվում ես, դու չես հասկանում ինքը այնքան մութ է, այնքան փակ է, կա այդպիսի երևույթներ էլի, ու դու չես կարող կարդաս նրան, ձեռագիր չկա, խզբզոց է կյանքը, թույլ այսպես, խզբզոց, ուզում ես կարդաս մի բան չես, բայց երբ որ ասում է խաղաղության ավետարանի կոշիկներ, սա կոչվում է մարդ, որը կարդացվող է, դու ուրիշ ձեռագիր ես տենում իրա Փարտիրոջը։ Դու նայում ես նրան Աստծո ձեռագիրն ես տենում։ Նա կարդացվում է քո աչքերից, քո վերաբերմունքից, քո խոսելաձևից, քո վարմունքից։ Եվ դու խաղաղություն տարածող մեկն ես։ Եվ սա խոսում է նրա մասին, որ հայրը քեզ իշխանություն ա տվել։ Փարտիրոջը։ Մատանի հագցրել։ Մատանի հագցրել։ Ծիրանի հագցրել, շորը հագցրել։
Փաստորեն որն է կարևոր հոգևոր կյանքի ընթացքում, որն է կարևոր, որ մեզ կարա լուրջ հաջողության բերի։ Այս երկու կարևոր ֆակտորները ինքդ քեզ գալ, եւ սրա մասին Հիսուսը խոսում է, երբ որ աղոթք ես անում, ինքդ քեզ արի։ Մտի քո ներքին սենյակը, սրա մասին է։ Այո։ Որտեղ դու մարդը ինքն իրեն գալով ասում է հորս, այսինքն գտնում է իր մեջ հորը։ Նախքան որ ինքը կմոտենա հորը իր մեջ արդեն գտած է մոտենում։ Այո։ Սա շատ կարևոր է։ Ասում մտի քո ներքին սենյակ եւ փակի դուռը եւ աղոթիր Աստծուն, որ ծածուկումն է։ Այո։ Եվ այդ ծածուկում գտնվող Աստված քեզ հայտնապես հատուցում կանի։ Այսինքն սա մարդի մեջ գալու արդյունքում է գտնում եւ երկրորդ բանը ապաշխարության ֆակտորը հոր մոտ գնալ որքան էլ որ դու ծայրահեղ ես իջել որքան էլ որ դու կեղտոտվել ես բայց դու չես վախենում դրանից դու գնում ես քո հոր մոտ որովհետեւ դու գիտես որ նա քո հերն է դու չես պատրաստվում մաքրվես նոր գնաս հորը այլ դու գնում ես հորդ որպեսզի մաքրվես նա կոշիկ չես ճարում որ կոշիկով գնաս դու չունես դա դու հասել ես այդ զրոյական մակարդակին եւ գիտես ինչի ես ուզեցի սա անպայման շեշտեմ Վլադիմիր եղբայր մենք շատ անգամ ինչու չենք գնում ինչու չկա այդ ապաշխարությունը երկու ֆակտոր կամ մենք արդար ենք մեզ դեռ կարծում կամ մենք փորձում ենք մեր ուժերով ինչ-որ մի բան անել որ ապացուցենք որ մենք կարանք սեփական կոշիկների մեջ ենք կամ շատ անլիարժեքության ապաշխարությունը կիսատ է մնում կարող ինչպես դու ասացիր կամ զղջումը ծայրահեղ թևեր ունի այո զղջումը կա, բայց հոր մոտ գնալու ուժը չկա։ Այս սրանք հարցը այն չի թե ինչ ես արել, հարցը նա դու ունես այդ ուժը ինքն քեզ գալու, գտնելու հորդ քո մեջ եւ գնալու հորդ տուն։ Այո, վերադառնալու։ Սա է կարևորը։ Արածներիդ քանակը, արածներիդ ծայրագույն վիճակին մի նայի։ Գտի քո մեջ ուժ գնալու հոր մոտ գործող է կենթանի մնում սա է հավատքի գործը եթե գործ չես անում այսինքն հորդ չես գնում քո ինքնագիտակցությունը մեղքի գիտակցությունը զղջումը մեղքը թողնելու որոշումը ինքնագիտակցություն շատ լավ ասել հենց այդ ինքդ քեզ գալու արդյունքն է ինքնագիտակցություն սրանք մնում են թերի չգործադրված Եվ սրանք քեզ ավելի շուտ կարան տապալեն ու ոչնչացնեն, քան փրկության բերեն։ Քան այն ինչ որ դու արել ես։ Դա էլ կուլտուր դա ավելի շատ մեծ կարա կործանի քեզ։ Միայն հետ մեղքի զգացողությունը քեզ ավելի շատ կարա սպանի, եթե հորդ չգաս։ Ավելի մխրճի մեղքի մեջ։ Նաև քան են արածը։ Քան են արածը։ Վլադիմիր եղբայր, մերսի։ Շնորհակալ ենք այս հրաշալի թեմայի համար սա Աստծո սրտի ուզած թեման է։ Մենք շատ անգամ մենք սա օգտագործում ենք այս առակը աշխարհիկ մարդկանց ապաշխարության բերելով նորմալ է, կարելի է, բայց սա ավելի շատ վերաբերվում մեզ էլ ապաշխարություն մեզ որպես Աստծո որդիներ եւ հասկանալու իրոք մենք եթե որդի ենք, ապա այս երկու ֆակտորը պետք է աշխատի մեր կյանքում։ Պարտիրոջը։ Տեր օրհնի քեզ շատ եւ պայծառ։ Եթե կոչում ես սիրով եւ քո աղոթքով Իմ կոչը հենց դա էր։ Մշտապես գանք ինքնագիտակցության եւ մեր հոր ներկայությունը դարձնենք մեր կյանքի ամենաթանկ գանձը։ Սովորաբար գանձերը ամենածածուկ տեղերում են պահվում եւ Աստծո խոսքը ասում է որտեղ ձեր գանձն անդեղա ձեր սիրտը։ Սիրելիներս եկեք մեր գանձը դարձնենք մեր հոր ներկայությունը։ Ամեն։ Եվ այդ ժամանակ մեր սիրտը մշտապես իր հետ կլինի։ Ամեն։ Իսկ ես ուզում եմ որ մեր սիրտը իր հետ լինի։ Մնացած ամեն ինչ անցողիկ է, բայց Տիրոջ ներկայությունը հավիտենական կյանքի աղբյուր է պատճառ մեզ համար։ Ամեն։ Տեր օրհնի։ Փառքեստե։ Հալելույա։ Աղոթենք։ Այո։ Հայր ջան, շնորհակալ ենք քեզանից։ Քո մեծ սիրո համար, քո բազմապիսի ողորմությունների համար, քո շնորհքի համար։ Շնորհակալ ենք քեզանից Այն ամենի համար ինչ դու արել ես, անում ես եւ դեռ անելու ես մեր կյանքերի մեջ մեզանից ամեն մեկին քաշելով դեպի քեզ։ Սիրելի Տերս, իսկապես մեր սիրտը փափագում է քո ներկայությանը եւ մենք ուզում ենք, որ քո ներկայությունը դառնա մեր կյանքի ամենաթանկ գանձը։ Օգնիր մեզ, օգնիր մեր ինքնագիտակցությանը, օգնիր, որպեսզի մենք կարողանանք մշտապես հասկանալ եւ հասկանալով ընտրել մշտապես քո ներկայությունը,
քո խոսքի համեմատ փնտրեք իմ երեսը, ասում էր Սաղմոս 2-ում, մեր սիրտը հենց այդպես, Տեր, ամեն առավոտ ուզում է ասել քեզ, մենք քո երեսն ենք փնտրում, եւ թող որ քո ներկայությունը համակի ու լցնի մեր կյանքի ամեն մի օրը, մեր կյանքի ամեն մի իրավիճակը, անկախ նրանից թե մենք ինչով ենք անցնում, անկախ նրանից թե մենք ինչքան ենք հեռացել քեզանից, ժամանակ առ ժամանակ ինչքան ենք հեռանում, մոռանում, բայց դու նույնն ես երեք այսօր ու հավիտյան ու քո սերը չի պակասում եւ քո սերը փոխադարձության հիմքի վրա չի, դու սիրեցիր մեզ եւ արդեն իսկ քո կյանքը դրեցիր մեզ համար Հիսուս անգամ այն ժամանակ երբ մենք դեռ քեզ չէինք ճանաչում ու հիմա խնդրում ենք Հայր քո այդ սիրով նվաճի մեր սիրտը հոգին նվաճիր մեր կյանքը մեր էությունը նվաճիր քեզանով ու քեզ համար նվաճի Տեր ջան օգնիր նաեւ դժվարությունների ու փորձությունների մեջ եղող զավակներիդ ամեն մեկին սովորեցրու Տեր այդ դժվարությունը ու փորձությունը անցնել քեզ հետ եւ հաղթող դուրս գալ խնդրեմի ու դժվարությունից ամեն հիվանդ զավակներիդ ամեն խնդիրների մեջ եղողներին ամեն կարիքավորներին քեզ ենք բերում Տեր քեզ ենք գալիս բոլորս դու գիտես ամեն մեկիս ու գիտես ամեն մեկիս պետքը Միջամտիր մեր կյանքին, միջամտիր մեր կյանքի ամեն մի ոլորտին, միջամտիր մեր կյանքի ամեն մի կարիքին, դու դարձիր մեր միակ ու ճշմարիտ կարիքը Տեր, եւ թող քո անունը բարձրանա մեր կյանքերի մեջ եւ մեր կյանքերի միջոցով դու փառավորվես, որին արժանի ես, ամեն։ Ամեն, փառք ես Տեր, շնորհակալ ենք։ Հալելույա։ Փառք ես Տեր, հալելույա։ Ես հոգուս մեջ զգում եմ, որ այսօր ինչ որ մեկը կար, որ հուսահատվել էր եւ մեղք, որը տանջում էր իրան եւ նա այլևս հասկանում է, որ ուժ չունի հաղթահարելու եւ չգիտեմ, տարբեր իրավիճակներ եւ այսօր խոսքը նրան քաջալերեց նրա դեմքին ժպիտ բերեց հասկանալով, որ եթե ինքն իրեն գալով որոշի գտնի այն գենը գտնի Աստծուն իր մեջ ու հասկացավ որ միակ փրկությունը Աստծո մոտ գնալն է այո եւ նրանից ողորմություն ու շնորհք ստանալն է որովհետեւ սատանան խափում է երբեմն ասում է դու մեռար վերջ արդեն Աստված էլ ոչ մի արժանիքներ չունես վերադառնալու եւ Աստծո մոտ վերջացավ քո նկատմամբ իր ողորմությունը որ արժանիք չունենք սա պիտի ստիպի վերադառնալու հոր մոտ արժանիք ձեռք բերելու դի արժանիք չունենանք որ վերադառնալ եթե արժանիք ունենային չէինք վերադառնալ այնպես որ քաջալերվի սիրելի քույրս մի վախեցիր եւ մի հանձնվիր համարցակ գնա Տիրոջ մոտ եթե կա մեկը որին պիտի հանձնվես դա Հիսուսն է ամեն ամեն ոչ մի խնդրին ու դժվարությանը մի հանձնվիր ու երբեք մի վախեցիր ամեն Տերը քեզ հետ է նրա գենը քո մեջ է ամեն նրա գենը քո մեջ է Հիսուսը Տիրոջը շնորհակալ ենք եղբայրս Տեր օրհնի քեզ կսպասենք հաջորդ ամսվա սպասենք ամսի 10-ին անկեղծ ասած այս անգամ չէի նշել մոտս մի փոքր շփոթվել էի այն եղբայրը որ հրավիրեցի խնդրեցի որ վաղը ուրեմն միանա մեզ որ այսօր Արիթը բաց թողենք քեզ հետ ժամանակ ունենալու Տիրոջ խոսքի մեջ Սիրելի քույրեր եղբայրներ այսպեսին էր մեր եթերը Տերը օրհնի ձեզ շատ սիրում ենք ձեզ մնացեք խաղաղությամբ Մարանաթա Տերը շուտով գալու է իսկ մենք առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին ամեն